Նազելի նոճին, հեղինակ Մահդողտ Քաշքուլի, թարգմանիչ Էդվարդ Հախվերդյան։ Շատ հեռավոր ժամանակներում մի քարավան էր անցնում Մետաքսի ճանապարհներով։ Փոքրիկ մի աղջիկ գնում էր իր ընտանիքի հետ և արցունք թափելով ասում. «Ես իմ ծառն եմ ուզում, ծառս, իմ ծառը»։ Մայրը հանդարտ ու կամաց շշնջում էր նրա ականջին. «Աղջիկս, մի լար, աշխարհում այնքան ծառ կա, որ էլ ասելու չի, թող բոլորը քոնը լինեն»։ «Ոչ, ես միայն իմ ծառն եմ ուզում, հենց այն ծառը, որ պապիկը ջրել է ակնաղբյուրից»։ Պապիկը դեռ երկար ժամանակ կանգնած մնացել էր քաղաքի դարպասի մոտ և նայում էր այն ճանապարհին, որով հեռացել էին որդին, հարսը և թոռնիկը։ Խոստացած ծառն ուղարկել Սարիրային, ինչ խոստում էր, որ տվեցի։ Հիշեց, նստել էր ավազանի պռնկին և գավաթ առ գավաթ ջուր էր լցնում ծառի բնին, երբ Սարիրան ասաց. «Պապիկ, պապիկ, այս ծառը իմը թող լինի»։ «Աղջիկս, մեր բակում եղած այսքան ծառերի մեջ ինչու հենց սա ընտրեցիր»։ «Որովհետև երբ գիշերն արթնանում եմ և լուսամուտից դուրս եմ նայում, լուսինն այս ծառի գագաթին է կանգնած լինում։ Ուրեմն լուսնի համար ես ուզում, ոչ թե ծառի»։ «Լուսինը հո մեզնից խելացի է», քաղցրորեն պատասխանել էր Սարիրան։ «Ինքն է այս ծառը ընտրել։ Ես հենց ծառն եմ սիրում, մի քիչ լուսնի համար, մի քիչ էլ զեփյուռի համար, որ նրան շարժում է ու ծիծաղում»։ Պապիկը իր խոսքը, որ ասել էր Սարիրային, կրկնեց. «Ապրես, այս նոճին աղբյուրից է ջուր խմել, թե չէ հենց այնպես բարձր չէր լինի, ու այսպես փարթամորեն չէր կանաչի։ Իզուր չէ, որ նրան Նազելի նոճի են անվանում»։ Այգալույսին պապիկը նկատեց որդուն, որ Սարիրայի ձեռքը քաշելով ասում էր. «Ուշ է, ուշ, բոլորը սպասում են մեզ»։ «Մինչև իմ ծառը չբերես, չեմ գա», արտասվելով ասում էր Սարիրան, «ես պապիկի մոտ կմնամ»։ Պապիկը ցանկանալով հանգստացնել թոռնիկին, հանկարծ ասաց. «Դու գնա, ես ծառը կուղարկեմ»։ «Խոստանո՞ւմ ես», հարցրեց Սարիրան։ «Խոստանում եմ, որ ծառը կուղարկեմ քեզ», գլուխը շարժելով ասաց պապիկը։ Սարիրայի միտքը խաղաղվեց և ծնողների հետ քարավանով ոտք դրեց Մետաքսի ճանապարհին։ Երկար տարիներ պապիկը քաղաք մտնող ամեն մի առևտրականի հարցնում էր. «Դուք իմ տղային չե՞ք տեսել»։ «Ոչ, չենք տեսել», լինում էր պատասխանը։ Պապիկը ցավով ու կարոտով շարժում էր գլուխը։ Նա հիշում էր այն խոստումը, որ տվել էր Սարիրային, սակայն ոչ մի լուր չէր առնում իր տղայից։ Մի օր առավոտյան տատիկին ասաց. «Ես ծառը կուղարկեմ Սարիրային»։ «Ո՞նց», հարցրեց տատիկը։ «Դու ոչ մի հասցե չունես, ո՞նց ես ուղարկելու»։ Պապիկը վերցրեց կատվի մազից պատրաստված վրձինը և առջևը դրեց ներկերի տուփը։ Թղթի վրա նոճի նկարեց, որի գագաթին լուսնի մահիկն էր։ Հենց այնպես, ինչպես Սարիրան էր ուզել։ Ներքևում էլ մի առվակ նկարեց։ Նկարը ցույց տվեց տատիկին և ասաց. «Այս նկարը կտամ մի ճամփորդի, որ տանի Չինաստան, Սամարղանդ և Տիբեթ»։ «Չէ», գլուխը շարժելով ասաց տատիկը, «իզուր է»։ «Ինչու»։ «Ով գիտի, ճամփորդը իմ որդուն կտեսնի, թե չի տեսնի», պատասխանեց տատիկը։ «Գուցե նրանք Հնդկաստան լինեն, ով գիտե»։ «Չեմ կարծում։ Մետաքսի ճանապարհով Չինաստան են գնում։ Ես ինքս շատ անգամ եմ այդ ճանապարհով անցել»։ «Չգիտեմ, բայց այն անգամ, երբ տղաս վերադարձել էր այդ ճամփորդությունից, ասում էր, որ համեմունքը Հնդկաստանից են բերել»։ Պապիկը խորասուզվեց մտքերի մեջ և քթի տակ մրմնջաց. «Պիտի մի նկար նկարեմ, որ հասնի աշխարհի բոլոր կողմերը»։ Գիշերը վրա էր հասել, բայց պապիկի աչքերին քուն չէր գալիս։ Նստել էր լուսամուտի մոտ և ակնթեթ նայում էր քարե շատրվանից ավազանի կենտրոնում թափվող ջրերին։ Նոճու պատկերը ալիքվում էր ավազանի ջրում։ Նարնջենու բողբոջների բույրը բաց լուսամուտից սենյակ էր մտնում։ Գիշերը վրա էր հասել, բայց պապիկի աչքերին քուն չէր գալիս։ Նստել էր լուսամուտի մոտ և ակնթեթ նայում էր քարե շատրվանից ավազանի կենտրոնում թափվող ջրերին։ Նոճու պատկերը ալիքվում էր ավազանի ջրում։ Նարնջենու բողբոջների բույրը
բաց լուսամուտից սենյակ էր մտնում ջրափոշու և զեփյորի հետ։ Պապիկը վառեց մոմը և աչքերը հառեց իր նկարած պատկերին։ Հանկարծ մի միտք խլրտաց գլխում։ Առավոտյան, երբ տատիկը սենյակ մտավ, իր գլխաշորի վրա մի նոճու պատկեր տեսավ և հիացավ նրանով։ Մի ժամ չէր անցել, արդեն հարևան կանայք կարծիք էին հայտնում տատիկի գլխաշորի վրա պատկերված նազելի նոճի նախշի մասին։ Եթե մետաքսով և ուլունքով կարենք ու զարդարենք, ասաց մեկը, ավելի գեղեցիկ կլինի։ Ոչ, ասաց մյուսը, ակնաքարով ավելի լավ կլինի։ Մի քանիսը գնացին ակնաքար վաճառողի մոտ և պատվիրեցին, որ իրենց համար նոճու նախշերով կրծքազարդ ճարմանտ պատրաստի։ Նահանգապետը հրամայեց, որ պատրաստեն 7 ակնաքարերով նազելի նոճին ու ամրացնեն իր գլխարկին, որ այն կրի հատուկ օրերին։ Գորգագործներն այդ նախշից ընդօրինակեցին ու գորգեր գործեցին, և այդ գորգերը բոթիջաղեի անվանեցին։ Կտորագործները մետաքսի և քաթանի վրա փոքրիկ նոճիներ պատկերեցին։ Պղնձագործները գունազարդ պղինձների վրա նոճիներ դրվագեցին։ Քարտաշները քարերի վրա մեծ ու փոքր նոճիներ քանդակեցին։ Բոլորն ամենուրեք խոսում էին նազելի նոճիի մասին, սակայն պապիկը ուրախ չէր, քանզի չգիտեր իր թոռնիկը այս մեծ աշխարհի որ անկյունում էր։ Տատիկը նայեց նրա թախծոտ դեմքին, մտածեց իր տղայի և գեղեցիկ թոռնիկի դատարկ տան մասին և շշնջաց. Հիմա Սարիրան պետք է 16 տարեկան լինի։ Երբ իրանից գնացին, 6 տարեկան էր։ Աչք չթարթած 10 տարին անցավ։ Հաստատ շատ է սիրունացել։ Պապիկը շարժեց գլուխը և նիհար ու դողդոջուն մատնածայրերով այտերից մաքրեց արցունքի կաթիլները։ Էս ինչ բան է, ասաց տատիկը, հենց ես խոսում եմ, դու անմիջապես սկսում ես լաց լինել։ Ախր բոլորին կարոտել եմ, ասաց պապիկը։ Հատկապես անհանգիստ եմ, որ չկարողացա խոստումս կատարել և ծառն ուղարկել։ Ես մի առաջարկություն ունեմ, ասաց տատիկը։ Հիշում ես, երբ ճամփորդությունից եկել էիր, ինձ համար 2 թոփ սպիտակ մետաքս էիր բերել։ Այո, ասաց պապիկը։ Տար դրանք, տուր Ղալամքարին։ Թող դրանց վրա քո նազելի նոճին նկարի։ Հետո տուր մի առևտրականի։ Թող մի թոփը Չինաստան տանի, մյուսը Սամարղանդ։ Անցավ ևս մի քանի տարի։ Մի օր Սարիրան մայրիկի հետ անցնում էր մի քաղաքի շուկայով։ Աչքն ընկավ կտորեղենի պահարանին դրված սպիտակ մետաքսին, որի վրա պապիկի տան նազելի նոճին էր պատկերված։ Նա ճանաչեց իր ծառը։ Պապիկը ողջ է, ուրախությամբ ճչաց նա։ Իմ ծառը ուղարկեց ինձ, վերջապես խոստումը կատարեց։ Կտորը գնեց, նրանից պապիկի տան նարնջենու բոբոժների բույրն առավ։ Այն ժամանակից դարեր են անցել։ Աշխարհի բոլոր վայրերում իրանցի աղջիկները փնտրում են այն նազելի նոճիի պատկերը, որ տեսել են իրենց պապիկների տներում։ Այն էլ ոչ բոլոր նոճիներինը, այլ այն նոճիինը, որ պիտի աճի ակնաղբյուրի ջրով և նրանց բերից ծխածաղկի և նարնջենու բողբոջների բույրը։ Նրանք սպիտակ մետաքսները գնում են Իրանի պայծառ առավոտների հիշողությամբ և իրենց երազները պատմում ամեն մի հենքաթելի։ Ով գիտե, գուցե աշխարհի բոլոր աղջիկներն էլ նույն բանն են անում։